Բարև ժողովուրդ ջան, բարև հայազգ։ Այսօր էլի ուզեցի ձեզ հետ մի քիչ զրույց անեմ էլի, սենց ասենք։ Ընկերներով հավաքված էինք, դե հետո ամեն ընկեր իհարկե քաղաքականությամբ քո ոնց ասենք, քո ուղին չի պահում էլի, մեկը ես օրինակ պահում եմ այսօրվա իշխանություններին, մեկը հներին, բայց ընկերությունը դա կապ չունի։ Քաղաքականությունը ոչ մի կապ չեմ ուզում ազդի մեր ընկերության վրա։ Ու խոսացին կահագին եկա ռազմորկեք սենց ասեմ, որոշեցի մի քանի րոպեով դուրս գամ, ասեմ էլի ձեզ։ Առաջինն եմ ուզում շեշտեմ։ Ուրեմն լսեք, զոմբիներ։ Ինձնից ոչ մեկը դուք Նիկոլ Փաշինյանն այդքան պատերժկա չեք արել, ինչքան ես եմ արել։ Այդ для даже не для средних, не для тупых и даже не для средних умов։ Ինչ եք, ես ջղայնանում եմ նրա վրա, որ ընդդիմության, այսպես իսկական ընդդիմություն վերցնենք էլի, հանրապետություն կուսակցությունը, հանրապետության, քրիստոնեդեմոկրատական եւ ոչմ անուններով ասեմ, Լևոն Շիրինյան, Արման Բաբաջանյան, Արամ Սարգսյան, եթե մի հատ այդ քննադատում են, մի հատ այս պետության արածը մի հատ քննադատում են, զոմբիներով հարձակում եք իրաց վրա։ Դուք այդ որ հարձակում եք, դուք մտածում եք, որ 26 թվականի ընտրություններով ձեր չէ, մեր Հայաստանի, չեմ ուզում վատ ասեմ, ԿՊ-ն, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երբեք Աստված իշնի վերև, ներքև իշնի թռնի վերև, չգիտեմ, 51% դուք չեք հավաքել, դուք հավաքելու եք 32, ասեմ 32-35%, ամենաշատը, ինքն էլ ձեր այդ բաները, պետական ռեսուրսները հուպտալով էլի, աշխատացնելով, ես ինչ եմ ուզում ասեմ, դուք խի եք, մեկը մի բան ասում, Արման Բաբաջանյանին եք քննադատում, Արամ Սարգսյանին, Լևոն Շիրինյանին, ինչ ալած ձեզ արա, դուք հասկանում եք, որ նրանք են ձեր մեջքը, ԿՊ-ի մեջքը պահելու, եթե ընտրություններում 32-35 գոնե ԿՊ-ն հավաքի, մնացածը հավաքելու են այդ կուսակցությունները եւ կոալիցիա են կազմելու, թե չէ ձեր հերը կանից են, արա, կգան այդ հները, այդ Սամվել Կարապետյանին այդքան մի նայեք, այդ Տաշիր Սամոյի այդ մեր ձևովա, ձեր ձևովա, թե սատանայի ձևովա, նենց բան մի նայեք էլի արհամարական, նրանք ձայներ են հավաքելու, նրանք միլիարդներ են ծախսելու, ձայներ են հավաքելու երկրորդ տեղը իրանք են մտնելու, հիշեք, ինչքան էլ դուք ճղվեք, հետույքները բոմբ գցեք տրակեք, չէ, մեկ իրանք են հավաքելու, այ ոչխարներ, խի եք քննադատում Արման Բաբաջանյանին, կամ այդ Արամ Սարգսյանի, Շիրինյանի, խի եք քննադատում, փոխանակ, եթե մենք չքննադատենք, մենք չասենք այս կառավարության իշխանության սխալները, ոչ մեկը չի ասելու, թողելու են, նրանք ուրախանում են, որ սխալվում է մեր իշխանությունը, նրանք ասում են թողանեն ու հետո էլ դա օգտագործելու են մեր դեմ, այ զոմբի անասուններ, հասկացեք, ու մի քննադատեք, ու դիմում եմ Արսեն Արշակյան կաց մի հատ, ինչ ես են օրը Արման Բաբաջանյանին ասում սենց, ինքն էլ փոքրատարերով ես գրել, դու մինչև Արման Բաբաջանյան դառնաս, դու պետք է 100 տարուց ավել ապրես, արա, այ տղա, խելքդ գլուխ թավակի, Նյու Յորք ես գրել, Նյու Յորքում ես ապրում, թե Հայաստանում ես ապրում, չգիտեմ, հերիք այլ հետույքալիզական ձեր այդ կոմենտները, ձեր այդ ստատուսները գրեք, արա, հետույք մի լիզեք, արա, ինձ նման եղեք, պետք է, այո, Նիկոլ Փաշինյանը իմ համար Աստված է, բայց եթե սխալ անում ես իրան ասում եմ, քննադատում եմ, երբեք դուք դա հասկանալու, այ իսկականից ձեր անունը լավ են դրել հները, այն բոզզի ծնունդները, զոմբիներ եք դառել, զոմբի, արա մարդ եղեք, մի քննադատեք, եթե մենք չասենք իշխանությանը, չքննադատենք, այ չգիտեմ ոնց ասեմ, չեմ ուզում ձեզ, որտե մերն եք, շուն, գել, թե ով ուզում եք եղեք մերն եք, մի արեք տենց բաներ, իմացեք էլի, արա, ծզունց բացատրիկ այ ոչխարներ, որ եթե այդ ձեր, որ քննադատում են դուք կպնում եք պարոն Շիրինյանը, պարոն Բաբաջանյանը, պարոն Սարգսյանը, Արամ, եթե նրանք չլինեն, կորած եք, 26 թվականի ընտրություններից հետո դուք կորած եք, ես էլ եմ կորած, ինձ էլ են մորթելու ձեզել, տանելու են 37 թվի գլխներից սարքելու են, ինչ է կարա մի քննադատության համար հարձակվում այդ մարդկանց վրա, թույց ձեր անամոթ երեսներին, են որ բան եք անում,
Խզմալյանը ենթադրենք խոսում է։ Ինչ կա Խզմալյանին սարքեցի KGB-ի ագենտ, արա մի հատ մտածեք, էլի խորը մտածեք, չներվայնանամ հանգիստ խոսամ, էլի, որովհետև ներվերս էլ չի երիքում։ Գրանցված եմ արդեն մեր հոգեբուժարանում, պատկերացնում եք։ Ծծաղելի բան չի, ծիծաղելի բան չի, նորից եմ կրկնում, հարգեք բոլորին։ Այն հներին չեմ ասում, այդ հին բառն էլ զզվում եմ, զգուշացեք, Քոչայանից չէ, բանից չէ, ոչ Սերժից չէ, Սերժը вообще կորած, մի հատ կորած սառը պինգվին ա դարել, դրա մասին չեմ խոսում։ Այդ Աշոտյան, դրանք իրանց հերը անիծում են, իրանց հերը բանով անիծում են, այդ հենց սոցցանցերով, դրա մասին չեմ խոսում, Տաշիր Սամոյի մասին եմ խոսում, այդ մեր ձևով ա, թե մեր գյումչիմ հինչով ա, չեմ կարող ասեմ, ինչ են մտածում, բայց նրանք հավաքելու են ձայներ, երկրորդ տեղ են գնալու, հավատացեք, իսկ դուք էլ մի քննադատեք, ոչ Արման Բաբաջանյանին, արա, այ անասուններ, ներողություն որ սենց եմ ասում, ով որ չի հասկանում անասուն է, բա ինչ ասեմ, ավանակ է, էշ է, իսկ ավանակը ինչ է, մարդ չի հո, անասուն է, Արամ Սարգսյանին եւ Շիրինյանին, Խզմալյանին, ոչ մի քննադատեք, նրանք արա կոալիցիա են կազմելու ԿՊ-ի հետ, դուք հասկացեք, ձեր փրկությունը, մեր փրկությունը դա է այս Հայաստանի փրկությունը դա է լինելու, այդ է ուզում ասեի, դրա մասին էինք խոսում մի քիչ առաջ տղեկով, ջղայնացա որ իրանք էլ ասին, ձեզ նման առանց մտածելու անգաղափար ձևով խոսացին, դրա համար եմ ասում։ Այդ թողնենք միան։ Ուրեմն անցնենք Սյունիքի մարզին։ Սյունիքի մարզում ինձ հիմա այդ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այսպես ասած, ամենահարուստը, ժողովուրդ ջան, ինձ դատարանը արգել էլա իրանց մասին բան խոսամ, չգիտեմ խի։ Այսինքն այդ տնօրենների Սուլթան Սուլեյմանների բանի մասին արգել են խոսալու։ Չեմ ուզում խոսեմ, բայց թողենք իրանք հիմա ավերեն, հա, իրանք ինձ դատ են տվել, այդ ասեմ, միջև դատը ինձ արգել են։ Այսինքն թողենք իրան ավերեն, ինչ ուզեն անեն, մենք իրանց մասին չխոսանք, արա դատաիրավական համակարգ, դուք երբ եք խելք հավաքելու, դուք երբ եք հասկանալու, որ կյանքը փոխվել է, մեծարգո պարոն վարչապետ, երբ հիշեք, Սաակաշվիլին ես չեմ սիրել, բայց նա մի բան արեց, առաջինը որ մաքրեց դատաիրավական համակարգի ու ոստիկանության գլխատեց ու երկիրը կարգավորվեց, դուք ինչ եք մտածում, պարոն մեծարգո վարչապետ ջան, այս դատարանները ինչ ուզում անում են, ոնց ուզում անում են, այդ թազա ոստիկանապետը գալիս ծախվում է, կոմբինատի կողմից, չեմ ուզում կոմբինատի անտան որ չասեն, լավ, կազմակերպությունների կողմից օլիգարխ, այն հին օլիգարխները մինչև հիմա ավելի լավ են շնչում, քան Սերժ Օրոք, հələ Սերժ Օրոք վախենում էին, որ կարող է մի քիչ փող չտան, Սաշիկը կամ Պողոսը Պետրոսը գան գլուխները տան ջարդեն։ Հիմա սրանք ոչինչ բանից չեն վախենում, որովհետև ԿՊ-ից կառավարության կողմից նշանակված մի քանի ազնվորություններ մերվել են սրանց հետ, իրանց փողերը ամսական, չեմ ուզում ասեմ, հաստատ չգիտեմ, բայց 100,000-ավոր դոլարներ են աշխատում, դրա համար սրանք երես են առել, այս օլիգարխների եւ այդ կազմակերպությունների հետ ինչ ուզում անում են մեր ժողովրդին։ Դուք մտածում եք ու տենց ձայն եք հավաքելու Սյունիքում 26 թվին, հա? Դուք չեք կպնում մարզպետին, չեք կպնում օլիգարխներին, չեք կպնում այդ կազմակերպություններին եւ այլ, չեմ ուզում անունները տան, որ ելի ինձ դատի, թեկուզ վրեն թե դատի տանը, դատը ես տվե, ինչ ես անելու, այս Սուլթան Սուլեյման, մեկա ես քեզ ավերելու եմ, ասել եմ, ավերելու եմ, դե հիմա էլ դատի տուր, այ անասուն, բուզի տղա, այդ չի, հարցը դա չի, ժողովուրդ ջան, ջղայնանում եմ սենց էլի, այդ ԿՊ-ի նշանակած մարդիկ խենստի անում, ինչի եք դուք մերվե դրանց հետ, արա, մեր ազգի հերանիցում, ու դուք ուզում եք Փաշինյանին ձայներ, տակ, 3 մատի կոմբինացիա ցույց կտամ ձեզ, արա, դուք պարոն Փաշինյան փող եք դրած, հույսները դրել եք, որ մերս քաղաքապետերը, համայնքապետերը, Սյունիքի մարզպետը ձեզ ձայն են բերելու, ոչ, նրանք միջև հիմա երազում են Քոչարյանի կամ ռուսների հետ գալը, սենց ասենք, երազում են, ու հետ են գալու, եթե ռուսները հետ գան, սրանք մեզ հենց մի րոպեում ավերելու են, 37 թիվը դնելու են գլխներիս, այս ժողովուրդ ջան, հասկացեք,
Ինչ ասիմ ցես բռնում եք բյուրեղավանի չգիտեմ Համզաչիմանի համայնքապետ որ 400,000 կամ 4 միլիոն դրամ ա կերել դուք բռնեք Սյունիքի համայնքապետերին որոնք հարյուրավոր միլիոններով դոլարներով կերել են արա հիմա ասում ես մի ասա դուք չգիտեք դուք ինձից լավ գիտեք ինչի՞ չեք թողում ԱԱԾ-ն աշխատի ով այդ վերևում պահում դրանց ինչի՞ չեք թողում աշխատեն դրանք Դե բապա ես էլ այդքան փող ունենամ թքած կունենամ էլի ամեն ինչի վրա Երբ եք հասկանալու դուք երբ եք դա դուք հասկանալու ասինքն հասկանում եք ձեզ դրել եք էշի տեղ որ չեք հասկանում Հիմա կասեք քննադատում եմ չէ չեմ քննադատում ոչ էլ վատ եմ ասում ես ուզում եմ այո Նիկոլ Փաշինյանը այսօր քաղաքականություն ավարում Շատ լավ է էլի մեր երկիրը գնում է զարգացում չեն թողում սրանք չեն թողելու ու չեն թողելու հավատացեք ինչ էլ անեք չեն թողելու որովհետև սրանք իրանց են միլիոնավոր դոլարները ինչ միլիոն է տասնյակ հարյուրավոր միլիոններով այսօր էլի իրանց պաշտոններում աշխատում են դրանց իրանց բիզնեսներով ավերում են այս երկիրը բա պարոն մարզպետ այդքան որ ամեն օր այդ ինչ եղավ այսօր դուրս ես գալի ամեն օր գնում ես մանկապարտ ես կազմակերպություններ դպրոցներ ինչ ես ցույց տալի որ դու աշխատում ես որ դու չես աշխատում իրիկունը որտեղ ես գնում ուժին անում ում հետ ես գնում այդ այնձնի ես շատ եմ հետաքրիր էլի Ինչ շատ այտակիր ես քեզ ասել եմ ավերելու եմ դե հիմա տես ով ում ավերել դու չպիտի մնաս դե դու գալմա ես դու պետք է գնաս դեից այ տղա հերիքա քո այդ բաներով պարոն Փաշինյան սաղ դերասանություն է սաղ պոպուլիզմ է երբ եք դուք հասկանալու հարգելի կառավարության անդամներ հարգելի ԿՊ-ի մեծներ Կոնջորյան ջան Ալեն Սիմոնյան ջան ինչ ասեմ Հարայիկ Հարությունյան ջան տեսեք ինչ է կատարում դուք խի եք այսքան տարվում ես պոպուլիզմին հա Դու խի եք տարվում ես պոպուլիզմին Ես չգիտեմ ոնց անենք որ դուք հասկանաք էլի որ ձայներ պետք է հավաքեք Դուք պետք է ձայներ հավաքեք Իսկ այդ ձայները շատ դժվար է հավաքելու Եթե սենց շարունակվի Ես չեմ ուզում Իհարկե կուզենամ որ նույն ձևի հաղթենք մենք ընդդիմադիր իսկական ընդդիմադիրներ դառնան մարդիկ ոչ թե այն կեղտոտ դաշնակ մաշնակ որ նստած են քյուչի բազարներ են տանում պարլամենտում զզվել ենք դրանցից արդեն էլի չգիտեմ ոնց անենք Էդ եմ ուզում ասեմ չգիտեմ ամեն դեպքում Սյունիքի վրա ուշադրություն դարձնենք Սյունիքը դա հզոր է դա իզուր չեն ասել որ մեր ողնաշարն է Հայաստանի ողնաշարն է Իսկ դուք թույլ եք տալիս Սյունիքում ավելի վատ բաներ, ավելի, չգիտեմ ինչ ասեմ ձեր նշանակած պաշտոնյաներին ուշադիր եղեք, ԿՊԱ-ականներ։ Դուք ինձնից շատ չեք մտածում ոչ պարոն Փաշինյանի, ոչ կառավարության, ոչ Հայաստանի մասին։ Եղավ, ես ավելի շատ եմ մտածում, քան դուք։ Դուք պոպուլիստ եք, դուք սուտասան, դուք սուտը ձեր համար դարելա, այն որ կոմունիստները վերցում էին Пролетарии всех стран соединять с дорожны, հիմա դուք եք դարել պրոլետարիատներ եք պրոլետարիատ եք դուք ինչ պրոլետարիատ արա չգիտեմ այսքանը լավ թե վատ էր ասածս իսկ ինձ ցույց չեն տալի այսօր բան կար որ գցեի որ տենակ ոնց է Զանգեզուրի պղնձամոլորտային կոմբինատը մեր քաղաքը ավերում ցույց չեն տալի չեմ խոսում ավերեք դատաիրավական համակարգ Ախր դուք պետք է պատասխան տաք, դուք պետք է ճաղերի արանքում ունեք 2-3 դատավոր, որ գորրա քնդեից, գլուխները դե չկարողանան կանեք այդ ճաղերից։ Մարդիկ տենան։ Ախր մինիստրներ ունեք, չգիտեմ, շտանք ճարած էս աղջկեքին պերած 30 տարեկան աղջկեքին պերած եք դրած մր ուժայիններ դատախազից բռնացավից դուրս եկած։ Ներվեր չունեմ այդքան խոսելու։ Էլ հոգնում ենք ասելով Պարոն մեծարգո հարգարժան պարոն վարչապետ ջան հոգնում ենք դաժե չենք հոգնում այլ զզվում ենք ասելով զզվում մեզ նման մարդկանց ովքեր 18 թվին մինչև հիմա ձեր այդ մեջքը մենք ենք պահել ոչ թե ձեր այդ նշանակած այդ թարախ լակոտները որ այսօր փողի են գնացել դուք այսօր մեզ վրա արդեն դատի են տալի դատարաններով են մեզ վրա ազդում որովհետև չեն կարող նենց տղավարի չեն կարող որովհետև գիտեն Ճակատները կտանք 9 մմ-անոց ծակ կբացենք, այն գլուխն էլ 9 չէ, 90 սանտիմետրանոց կբացվի։ Այդ չեմ ուզում շատ խորանամ, էլի դատի են տալու այս սրիկաները։ Հոգնել ենք։ Դատաիրավական համակարգը փոխեք։
Եվ ներքին գործերի նախարարին եմ դիմում, որ միտեղ նշանակում եք ձեր ոստիկանապետերին մի հատ տեսեք ովքեր են ինչեր են խոսալը գիտեն գոնե թե հնարավորի մենակ կարող են սենց ձեռներ դնեն գիտես ես քեզ սենց կանեմ նենց կանեմ դու քակ կուտես արա այ փող գնդապետես ինչ ծառից կաթած տան ձեզ թե ով ես կճղեմ հետույքը թխելով պայեք ձեզ արա այդքանը իսկ ԱԱՑ-ին թողեք աշխատի ԱԱՑ-ն նորմալ է մենակ դուք թողեք չգիտեմ ձեզնից ով է վերևից չի բռնել են այդ ԱԱՑ-ի ձեռը պարոն Սիմոնյան ջան մի նայ մենակ Փաշինյանին ճանաչի է մնացածին ջարդի ով ինչ անում է ԿՊ-ից լինի ՀՊ-ից լինի ՀՄԶ-ից լինի ՊՊԶ-ից լինի ջարդեք սարքեք ես երգիր հերիկա զզվեցինք մարդիկ արդեն հոգնել են այսքանը Ավել պակասի համար էլ ներողություն ժողովուրդ ջան էլ չգիտեմ մեր տղեկի հետ պրոստը վիճվա մի քիչ ուզեցի ասեմ որ ցենց չի էլի ամեն ինչ մի անգամ Մոսկվու не сразу строили или Питер или Երևան մի անգամից չեն ոչ մի բան չի ստացվում ամեն դեպքում բայց ուշացնում եք այսքանը ներողություն լավ եղեք